Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Նույնիսկ եկեղեցին կբարդատրե, պայմանագիր ստորագրեք, որ ձեր հարսանիքին օրը ապահովեք։ Իսկ դուք ինչու չեք ստորագրել ձեր ամուսնության պայմանագիրը, որ ձեր կյանքը ապահովեք։ Call Der Parsegian Law Group 323-937-2727. Փարի Լուիս, սեներ այսպեսով ահավասիկ երկուշաբթի օրով գահանտիբենք իրարու։ Եվ ինչպես որ միշտ գիտեք, քանի որ Լուիս գոյություն ունի, նրա համար քանի որ Փարի է, ուրեմն օրվա 24 ժամերուն գնանք օգտագործել Փարի Լուիս հասկացողությունը։ Երեք Սակրամենտո քաղաքի, Կալիֆոռնիայի մայրաքաղաքը Սակրամենտոյի մեջ նահանգային շենքի մեջը դեղի ունեցավ թե նահանգային խորհրդարանի եւ թե նահանգի ձերագուտի սրահների մեջը հadouk ցեղասպանության ոգեգոճումը, որտեղ Կալիֆոռնիայի կառավարությունը այս եկող շաբաթը կհայտարարի հայկական ցեղասպանության շաբաթ։ Ես ներկայի այդտեղ եւ ինչպես որ գիտեք Ամերիկայի հայտարարի անձնախումբը մեկ ամիս ապահոված է, որ նահանգային շենքի մեջտեղը 4 ցուցադախտակներու վրա հայերու ներդրումը մարդկության հասկացողության անիչ որ ուսումնասիրություններ կատարած եմ, ադոնք զդերվին այդտեղ եւ գեսորեն այդ ժամը 2:40 այդտեղ բզի խումբիմը հայերու եւ ոչ հայերու ովքեր որ գային այդտեղ բացատրեցի այդ մարդկանց ներդրումների մասին։ Իհարկե ANC-ի կոորդինացիոնը այն էր որ pedagogan մարդկանց հետ հանդիպիլ եւ իրենց ներկայացնել իբր ամերիկացիներ եւ նույնիսկ ատկադակ նկատարեցի այդտեղ որ ոչ մարդիկ ինձ մե չախորժեց այսին այլ որ ընկերական ցեվով նստած խոսենք որ մենք այսօր հայեր չենք Սակրամենտոյի մեջ այլ մենք ամերիկացիներ ենք եկած մեր բեդության Կալիֆոռնիայի բեդության խորհրդի եւ ձերագուտականի խորհրդարանի եւ ձերագուտականի անդամներին բարձրապես մեր Փարիխոսքը կամ բանջները ներկայացնենք իրենց մե ինովաստ հայ ժողովրդին եւ այդ քաղաքարը մանավանդ եւ դասատներ բավական գային եւ այսօր գուզեմ վարյան մսել որ UC Santa Barbara-ի UCLA-ի Irvine-ն այս բոլոր եւ դասատներ որան բավական արթուն եւ բավական պատրաստ են մեր ասկի ղեկավարները դառնալու եւ իրենց հետ այդ 1.5 օրը կամ 2 օր անցկացրեցինք շատ հաճելի էր տեսնելով որ այո եւ դասարտությունը գա որ ավելի իրաբաշխորեն գնայի ամեն ինչին բայց իհարկե միաժամանակ սկացումներն ակոյություն ունին քանի որ ես ասի մենք հայեր չենք եւ դասարտները մեկը աչափ չախորժեց իմ ասածս որ մենք հայեր չենք այսօր քանի ես նույնիսկ կադագով ասի եթե հայ ենք ուրեմն աշենքի մեջ ինչ կորձ ունենք մենք իբր ամերիկացիներ եկած ենք եւ թուրերը մեկ որ գզարնենք pedagogan մարդկանց հետ հանդիպելու համար որ ասենք որ իրենց ընդրողներն ենք մենք եւ մենք թշկողություն կամ բարեխոսություն ունենք իրենց հանդեպ։ Սա այսօրվա իմ նյութն է, արդյոք մենք հայ ենք կամ մենք ամերիկացի ենք, քանի որ երկուքը միադեղ բացահայտ է որ չի կորձում։ Քանի որ որտուն քեզի հայ ես ներկայացնում կդուժես քո ամերիկացի իրավունքը իսկ որ թունքեզի ամերիկացի կներկայացնես ըսկացումներով մարդիկ կզարանան քո վրա որ ինչպես թունքեզի հայ չես կոչում ուրեմն սեներ 3 ապրիլի 15-ին Սակրամենտո քաղաքի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի ներս եւ կառավարության շենքի մեջը ես ամերիկացի էի եւ ոչ թե հայ բայց չագեբներու մեջ անեմ ամերիկացի է որ հետաքրքրությունս հայերն էին Խնդրեմ զանգարեցեք եւ ինձ բացատրեցեք, եթե ընդունելի է հասկացողությունը, որ մենք ամերիկացիներ ենք եւ հայեր չենք։
փախտավորված է մեզի որ հայերեն ագոխոսինք այդ քեղեցիկ լեզուն որ այդպիսի փարաբաշար ունի որ ուրիշ ասկեր չունին իրենց փարաբաշարներում մեջ հայերենի նման բայց այսօր ոչ ոք չի օգտագործում չէ բայց իբր ամերիկացիներ 3 մոտավորապես 200 եւ դասարտ եւ ավելի դարեց մարդիկ այցելեցին մոտավորապես 120 դարբեր pedagogan baştonի վրա անձնավորություններու եւ իրենց հետ զրուցեցին ամեն մեկի իր շրջանի մտահոգության որում մեջ ամբողջ մտնա հայկական ինքնությունը սեներ աստեղ ցեզի գուզեմսել որ վաղը երեկոյան ես կմեկնիմ թեպի Բոստոն քանի որ 5 շաբթի բիդի տասախոսությունը դամ հայերու ներծումը ամերիկայի միացյալ նահանգներուն ցեղասպանության հայկական ցեղասպանության ամիջավեսի հետ եւ ցեզեսեմ որ արդեն որոշած եմ որ ապրիլ 24-ի օրեն յետ այլևս ոչ թե հայկական ցեղասպանություն գոչել այլ ցախողած ցեղասպանությունը հայ ժողովրդի վրա քանի որ պետք է արդեն սկսենք մենք անդրադառնալ որ այդ ցեղասպանությունը ցախողեցավ եւ ոչ թե մենք իրավասություն դանք կոչելով հայկական ցեղասպանություն այսինքն նրանք հաջողեցան իրենց երազին մեջ գիտեմ բարի խաղ է իրականչուր քաղաքական ասպարեզի մեջ անձնավորություն այդ փարախաղերու հետ ամենայն շատ կխաղան ուրեմն իմի չալուցեզեսեմ որ նպատակս Բոստոնի եւ տալու այն է որ դոկտոր Էմիկ Ավակյանին նկարահանեմ արդեն 84 տարեկան է նկարահանեմ եւ այդ արխիվային բամության մեջ մնա այս մարդը որ միջազգային չափանիշով մարդկությանց այդպես օգնած է իր բարձրապես հայ լալու պատճառով այսինքն ամերիկացի որ հետաքրքրված է հայկական հարցերով չէ ուրեմն քանի որ նյութական չի գա որ ադիգա անեմ ուրեմն խնդրեցի Բոստոնի համասկայնեն եւ տեքյանեն որ ինձի հյուրընկալեն այդտեղ ես իմ ներողություն ծեր տրամով գերտամ գոր Բոստոն օտնավին տրամը ինքնաշարժ բիդվարցեմ եւ նայեցեք ճուզեցի ծեր տրամը շատ օգտագործել Քիշերը ժամը 10:30-ին ջամփագել եմ այստեղեն ինքնաթիրի մեջը գտնեմ արդյուն ժամը 6-ին գահացնեմ Բոստոն ադե ինքնաշարժ բիդվարցեմ մեուգես ժամ մոտավորապես 1 ժամ 45 պիտի քշեմ եւ տամ դոկտոր Էմիկ Ավակյանին բնակարանը նկարահանեմ իրեն դիգինը ասեց որ ամեն իրար հետ կջաշենք որ մենք ետ կվերաթարնամ Բոստոն մեուգես ժամ քշելով եւ այդտեղ մի հարմար բանտոկ մը գտնամ մեջը մնալու որ մե քիշերը տասախոսություն գնեմ հաջորդ օրը Բոստոն քաղաքի մեջ հիմա չեմ կի այսօրվա գամաս շաբաթա վերջին բադազեն իդ ինչ բերելա բայց հայկական ցեղասպանության ոգեգոճման արարողությունը Բոստոնի ներողություն Մասաչուսեթ նահանգի գարավարության շենքի մեջ պիտի գադարվի որ մենք յետքը պիտի կալեին թեպի այդ նոր հուշարձանը որ ստեղծված է արդեն 2 տարի է թեպի այդ ուղղությամբ բայց հոտ հաստիմնայն է եւ քիշերը յետ կուքամ ծեր տրամով օտնավի դոմսերը սարածեմ եւ գահստիմ Լոս Անջելես եւ արդեն բادرաստություններ պետք է տեսնեմ որ մեկնիմ թեպի Լիբանան իհարկե Լիբանան եւ տալը ծեր տրամով չեմ ներ գոր իմ տրամովս կնեմ գոր բայց ատկի դու Գիբրոս պիտանսիմ Գիբրոսին դու Եվրոպա եւ նկարահանեմ եւ յետ վերաթարնամ իհարկե ապրիլի 26-ին բեզիկ տրամահավաքի մը ջաշկերույթ մը գդարածեմ ընկերներ հրավիրած եմ ով որ գնա նվիրատություն գդարե որ չի գնա բարձրապես ընկերային ժամանակ մի դանցնեմ իմ ընկերներուս հետ քանի 3 ամիս պիտ բացակայեմ աստեն եթե գուզեք ներկա գտնվի զանգարեցեք ինձի ցեզի ագարոյեմ վեճո առանց սեվտրամի այդ ջաշկերույթն չեմ գնարնել չէ Սեներ այս քաղաքարը որ ես ծեր միտքի մեջ գդարածեմ ծեր տրամով շատ անգամներ չեմ բացատրած ինչու համար այդպես կավդայդվիմ քանի որ հայը տրամ չի դրամատրեր իր հայկականության վրան այլ տրամ կդրամատրե այլ ուրիշ դվյալներու համար Ադոր համար ես գադագի ծևով ծև տրամներով գսեմ ամեն ինչ իհարկե շատ մարդիկ այդպես միսեր մարդիկ կներվին ինչու պիտի ներվին եթե ծև տրամով ես կվայելեմ որ ուրախ չեք իմ մասին Եվ որ կալ շապատ, այսին շապատ ուրպատ երեգոյան որ ետ կասնիմ Լոս Անջելես,
եկող շաբաթ ամբողջ պետք է հարմարությունները, տասավորությունները հարգապաշտնից դադարգեմ, բահեստանոցս ամեն տասավորեմ եւ ջամփա ելեմ։ Բարի Լուիս Ցերգավզիկը։ Ալո։ Այո, բարև։ Ինչպես եք։ Ես լավ, բավական ամուգոդ է հերախոսը, գնաք։ Այո։ Այո, Ցերգավզիկը։ Ամերիկացի եք կամ հայ եք։ Մենք ես հայ եմ։ Այո։ Բայց Պետրոս Հաջյանը բաբամ գարտիկը որ Սուրիա հայերում իդոկտե մեկ հատ կու գարտիկը տարել ուզեմ որ բարի լույս։ Ինձի ինչ, ով որ գուզե, որում որ գուզե օգտակար գլա, եթե Պետրոս Հաջյանը Սուրիա հայերուն գուզե օգնել, իր իրավունքն է։ Հա, մեկ հատ կահապարս կուզեմ որ երկու կահապար։ Օ իմ կահապարս։ Այո։ Եղբայր, ես անանք բանելու կահապար չունիմ։ Okay, thank you so much։ Անգերզորեն ձեզ ես եմ, կահապար չունիմ։ Շնորհակալ Շնորհակալ։ Բարի լույս քեզի։ Բարի լույս։ Նայեցեք հիմա Լիբանան գասնիմ, որ վավերակրեմ Լիբանանի մեջի հայկականը, քանի որ ամիջապես Սուրիայի հարցը որ լուծվի, անպայման Լիբանանն է պիտի քանդվի։ Քանի որ սա միջազգային քաղաքականության դվյալներից մեջն է, քանի որ Լիբանի գայունությունը գախյալ է Սուրիայից, ինչպես որ գիտեք, միշտ Սուրիան եղած է մեծ եղբայրը Լիբանանին, եւ այդ իսկ պատճառով նայեցեք Սուրիա չգրցա երթալ վավերակրել, քանի ծև տրամով չգրցա անել, ես տրամ չունեի որոնել։ Բայց հիմա, քանի որ միշտ հայը բադահազին հետո կանցրատարնա, հիմա անդրադարձով եթե Լիբանանն չի վավերակրեմ Լիբանի միջի հայկականները, այս անգամ իմ տրամովս կնեմ, որ դեղը տրամ գարկատրեցի, Բարտկի, բիդև թամ ադիգան նգարանեմ, հետո անցնեմ Գիբրոս, Հունաստան եւ այլն, որ վավերակրեմ։ Իսկ ամեն մարդ ազատ է ասի դիեզերքը մեզի համար ընձայված է, որ իրական չունիս, մարդիկ կան օրինակ համար հոգևնին է չէ Սուրիա հայությունը, բայց հոգևնին է Ամերիկայի մեջի շուները օրինակի համար, չէ։ Մարդիկ կան, որ շուներով հետաքրքրված չեն, թուրքություններով հետաքրքրված են։ Մարդիկ կան, որ Ամերիկայի մեջի որբերով հետաքրքրված են, աշխարհի միս որբերով հետաքրքրված չեն։ Մարդ արարածի այդ կարողությունը, որ ինքնուրույն որոշենք ինչ կուզենա։ Սեներ, արևելական զանուցումները ամիջապես ետ կվերադառնամ եւ կշարունակեմ այսօրվա նյութս, թուն ամերիկացի ես կամ հայ ես։ Բարի լույս։ Գովազդային հոլովակների պատրաստման եւ տեղադրման համար զանգահարեք 818 667 3110։ From generation to generation, we pass the tradition of appreciating the best things in life. The things that unite and nurture us. The things that we share with honor and respect. The things that get better with age. A relationship that lasts a lifetime. Armand, signature of a royal man. Fantasy Roses Garden in Glendale offers a beautiful selection of flowers, decorations, and gifts, including toys. Let us help you choose the flowers and floral design of your next event or occasion. Or stop by to pick up a custom designed flower arrangement for your home or loved one. Ask us about our monthly specials. Come smell the roses at Fantasy Roses Garden today. 1200 South Brand Boulevard or call 818-241-2727. Ժամանակակից դիզայն, հզորություն ու ապահովություն։ Եթե ավտոմեքենայի մեջ գնահատում եք այս հատկանիշները, ուրեմն համեցեք New Century Volkswagen եւ դիմեք Թոնի Սաղեդյանին, ով կօգնի ձեզ շահավետ ընտրության հարցում։ New Century Volkswagen-ը գերմանական այս մակնիշի հարավային Կալիֆոռնիայի ամենաճանաչված ու հեղինակավոր վաճառակենտրոնն է, ուր առաջարկվում է նորագույն մոդելներին նոր, ինչպես նաև վկայագրված գործածված ավտոմեքենաների լայն տեսականի։ Թոնի Սաղեդյանը երաշխավորում է նվազագույն արժեքներ եւ արագ սպասարկում, մաղթելով ձեզ բարի երթևեկություն։ Ավելի քան 10 տարիներ Enel Systems-ը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում PC-ի բոլոր սիրահարներին Glendale-ում, Burbank-ում եւ San Fernando-ում։ Ընկերության մասնագետները պատրաստ են վաճառել, ախտորոշել, խորհրդակցել եւ վերանորոգել համակարգիչները անհատների եւ բիզնեսների համար։
Eneli Systems-ը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթներ, ներառյալ անվճար սոֆթվերների ախտորոշումներ։ Ի վերջո համակարգիչը պետք է օգնի ձեզ, այլ ոչ թե անհանգստություն պատճառի։ Եվ այսպեսով thearmenian.com բիդելա այդ կայքեչը, ուրդեղ բիտ կրնակ ծեր թրամով, ինձի թրամ դակ, որ ես Եվրոբան վավե ռակրեմ։ Իհարկե, ապրիլ 29-ին ետ ադերեն քիրք չեք կրնար աբսպրել, այլ բարձաբես նվիրարություն կրնակ կադարել, քանի որ 3 ամիս որ հոշ չեմ կարող ցեզի քիրքերը Եվրոբային ղրգել։ Գիտեք, Ամերիկայի բարակային հաջելի էր, ու ինչ քաղաքի մեջ էին ադերեն մագակրեի ցեզի գուղարգեի։ Ուրեմն հիմա զանգարեցեք եւ ինձ ասեք դուք ամերիկացի եք կամ դուք հայ եք։ Հայ ամերիկացի չի գնարալան։ Ադիգա ասեմ ցեզի։ Բայց մենք օգտագործում ենք այդ բառաբաշարը, չէ՞։ Կամ ամերիկացի հայ, կամ հայ ամերիկացի եւ հետո իհարկե նույնիսկ այդ վիճապանություն կա, որ մեկ առաջ պետք է կա։ Շատերը կասեն մենք հայ ենք, բայց ամերիկացի, ուրիշները կասեն մենք ամերիկացի ենք, բայց հայ ենք։ Եվ հավասիկ այդ հայ բադանին գործված իրավիճակը թե ինքը ինչ է։ Չեսեմ, որ ապրիլի 29-ին, որ մեկնիմ Լոս Անջելեսեն, բիդի փորձեմ հարաճիգա 3 ամիսներուն իրականչուր օր ցեզի մի գարջ 2-3 րոպեանոց դեղեցություն փոխանցեմ, գիտեք երկրակունքը շատ փոքր է, եւ այդտեղ ցեզի կներկայացնեմ ուր եմ, ինչ քաղաք եմ, ինչ կնկարեմ, ինչ կլա, եւ հետո գսեմ, որ այս բոլորը գնեմ գոր ծեր թրամով եւ կացեք դրամ ուղարկեցեք thearmenian.com-ի միջոցով։ Փարի Լուիս։ Փարի Լուիս։ Այո։ Բարև ձեզ։ Ես ուրեմն ձեզ հաղորդում եմ նորամ ու հիշեցի, որ մի քանի տարի առաջ ձեզ տեսել էի TV-ով։ Այո։ Այն ժամանակ ինչ որ ասում եք Հայաստան եք գնալու։ Այո, Հայաստան կացի 1 տարի ապրեցա, հիմա հոսեմ Հայաստանի Գլենդելի մարզին մեջն եմ, 2014-ին նորեն 1 տարի Հայաստան գաբրիմ։ Okay, հետ էի ուզում իմանալ։ Իսկ ո՞ւտն դե շուտ չեք դասավորվել։ Չէ, շատ լավ դասավորվեցա եւ անգերձորեն արյան ջնշումս իջաձեր, շաքարս իջաձեր, քոլեստերոլս իջաձեր եւ ցանկը շատ ավելի հաճելի էր ինձ համար, բայց քանի որ ծրագիր ունիմ, նախքան երթասարին հայտարարած էի, որ երկրակունքը պիտի վավերակրեմ իր հայկականությամբ, որ հայ ժողովրդին ասեմ, որ մենք այլևս իրավունք ունենք երկրակունքը իբր հայկական գոչել։ Այդ քաղաքարս պետք է իրակորձեմ։ Ադոր համար հիմա թափարական իրավիճակի մեջ եմ, ոչ մի դեղ հաստատված չեմ, այլ ուր որեմ մի քանի ամիսով կամ 1 տարիով հոնեմ եւ գերտա, մինչեւ որ այդ 5 քիրքերուս ծրագիրը իրականանան, ատկե հետո երկրակունքը արդեն Հայաստանն է ինձ համար ուզած դերս կմնամ։ Ձեզ հարյուրություն եմ ցանկանում, շնորհակալություն։ Շատ, ուդեղ են գերացայն եք։ Ես Orange County կապրեմ։ Orange County-ին գտիդեք որ YouTube-ով թե անտենայով։ Չէ, անտենայով գտիդեմ, քեբլի մեջ ցույց տալիս։ Եվ հստակ է նկարը ամեն ինչը։ Ամեն ինչը հստակ է շատ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Առաջ։ Bye. Սեներ առաջ միայն թե Գլենդել ինձ գտիդեին, հիմա գավթեն Orange County-ա գտիդեն, տեսակ նոր միջոցները ինչպես կհարաշտիմե ժամանակին անտենայով չէի կընդուներ հետո պետք է ամենման քեբլ միջոցը հիմա այդ անտենա է եւ նայեցեք ոչ չափ արագ կանցնի գիտելիքները երկրակունքի վրա իսկ մենք դեր կմնանք ամերիկացի ենք կամ հայ ենք Փարի Լուիս Բարև Լուիս Ստեփան Բարև Դիկրան ինչպես ես Ես հետաքրքիր շատ կարևոր միտք ես տալիս մարդկանց դուրս մտածելու սա շատ կարևոր է հիմա դու ինչ որ բացատրեցիր երկրագն աշխարհով գնալու հայ ինքնություն վավերագրելու ամեն ինչը արդեն դու ինքդ ասացիր որ դու առաջին հայ ես հետո նոր ամերիկացի եւ սա է կարևորը որ մեր բոլոր հայերի մեջ կարևոր է շատ կարևոր ներշնչել եւ վերականգնել հայի մեջ իր ինքնության զգացումը ազգային զգացումն է ամենակարևորը ես շահագործում եմ չէ ամերիկացի լինելը շահագործում եմ քանի օրինակի համար իբր հայաստանցի եթե ես պետք է Եվրոպա երթայի
պետք է մանման պետք է փաստաթուղթեր ունենայի, այդ Շենգենի վիզա հասկացողությունը գա դվյալներ չէ, բայց իբր ամերիկացի, նայեցեք ո՞ր մեկդեղի արդյունքիր չեմ թիմած, բարձրապես Ամերիկայի անձնակիրը եւ որ ցույց պիտի դա ինձ պիտի արդյունեմ որ ներս մտնամ։ Ուրեմն շահագործում եմ իմ ամերիկացի լինելս, որ վավերագրեմ իմ հայկականությունը երկրակցությունը։ Չէ, շահագործում, դու օգտագործում ես խելացիորեն, օգտագործում ես ամերիկացի լինելդ, հաստատուղթդ իրավունքդ ամերիկյան ուժի քաղաքացիության, որը խելամիտ օգտագործելու գրավականն է։ Հայի ինքնության մասին խոսելու, տարածելու, որտեղ ամերիկացի քաղաքացիությունը ես պաշտպանվածություն է տալիս։ Դա այս գրավականն է, բայց դու նաև օգտվելով այդ առիթից օգտագործում ես հայի ինքնության ինքնաճանաչման զարգացման հարցը հայի մեջ արտնասնելու գործն ես անում։ Հայ մարդու գործն է, հայն է։ Հարցում ունիմ քեզի, կարելի է մոռնալ Հայաստանը այդ փոքր հողաշերտը եւ նայել Հայաստանը իբր երկրակունքը, կարելի է այդ մեկը կատարել։ Կարելի է։ Այսինքն Երևանը, Սիսիանը, Գյումրին, Լորի մարզերը շատ լավ որ Հայաստանի ադիգա, չեմ ասել որ վերցնենք այդտեղեն։ Անոնք մնան իբր Հայաստան, բայց մեկ հատ նայենք մեծն Հայաստան եւ ոչ թե ծովեծով հասկացողությունը միջեգրականեն մինչեւ Կասպի ծովը, այլ ընդհանուր 6 ցամաքամասերը երկրակունքի։ Այո, դա շատ լավ ճիշտ միտք է, որովհետեւ քանի որ բազմիցս ասվել խոսվել է, թե ով է հայ աշխարհի վրա ինչ գործունեություն ունեցել դեռ շատ հնուց։ Եվ դա արդեն իրավունք է տալիս հային, վերանայելով այդ պատմությունը, վերհիշելով ամեն ինչը, իր մեջ արտնասրի այն ինքնագիտակցությունը, որ դեռ այն ժամանակվանից հայ մարդը ինքը արդեն գիտեր ինքը ով է։ Նա գիտեր ով է եւ ինչ անելիք ունի երկիր մոլորակի վրա։ Եվ մինչև այդ հիշողությունը աշխատում է, բայց մարդիկ մոռացել են, թե նրանք ինչու գոյություն ունեն երկրի վրա։ Այս է որ պետք է հիմա մեր հայերի մեջ արտնասնել, որ մենք պատահական մարդատեսակ չենք, այսպես ասեն։ Հայ ինքը յուրատուկ մարդատեսակ է, որը պետք է հիմա արտնասնի ամբողջ աշխարհին եւ հասկացնի, ինչպես դու ասել, որ մենք բոլորս համերը հայ ենք, բայց ոչ թե ազգակցական, ինչ որ բարեկամական կապերով, այն կյանքի կարգավորման, քաղաքակրթության զարգացման գիտելիքներով, որը հայն է տարածել, հայ մարդատեսակը, եւ նաեւ աշխարհին հիշեցնել ազգերին, մարդիկ շատ լավ գիտեն, պարզապես չեն համարձակվում դրա մասին խոսել։ Մանավանդ հայը ինքը չի ուզում անդրադառնալ նրա մասին։ Որովհետեւ գիտես ինչու այս 100 տարվա ընթացքում հային այնպես խեղճացրեցին այդ հոգեբանորեն դրա համար այդ խեղճացնելը հոգեբանորեն հիմա սերիալներով շեղում են։ Դիկրան այդ մեկ բանից համաձայն չեմ։ Հային չի խեղճացրեցին։ Հայը ինքը այդքան որ վախկոտ է եւ անկարող է, այսօրվա հայը նախընտրեց ամենաթյուրին բանը, որ ինձ ինքը բանի դերձուն է, մարդիկ մեղկանան իր վրան։ Այ խոսքը սրանա վերաբերում։ Բայց հային ընտրությունն է ադիգա, ուրիշը մեզի չարեց։ Այդ ընտրությունը մեզ տվեցին։ Բայց նայե միաժամանակ 1917 թվականին հայմը երկրակունքի վրա դարբեր միջավայրի մեջ, որ Արևմտյան Հայաստանին 10 դարեր չեկած էր, 1917-ին նոր ինքնաշարժ, այդ ժամանակ ինքնաշարժներ կային, եւ նոր բնակարանը քնեց։ Եվ նույնիսկ 1910-ին, 20-ին շատ գեղեցիկ նոր եկեղեցի կառուցեցին։ Այսինքն որոշ բաներու մեջ կարողացան իրենք առաջ տանել եւ հանգարձակի ուրիշ անկարողությունների մեջը ասեցին որ մենք ցեղասպանություն դեսած ժողովուրդ ենք եւ այդ հիվանդությունը մինչեւ այսօրվա այ հենց սա է 18 տարեկան եւ դասավթը բադած ասում են որ մենք հայերս ցեղասպանություն դեսած ենք Այմատես ինքդ երկու հակադիր բան ինքդ նկարագրեցիր պատճառ հայը բոլոր դեպքերում կառուցեց արեց տիրապետեց բայց զուգահեռաբար նորից մենք ցեղասպանություն տեսած եւ որ անհատական է կաթասրեցին անդադ կաթասրեցին հայուղեղի մեջ չէ բայց նայ եւ որ ինքը իր անհատին համար է գադարում ինքը փառքավաճում է իր անհատին համար ինքը ծրագրեց որ նոր ինքնաշարժ պիտի ունենա ինքը ծրագրեց որ բնակարան պիտի ունենա ինքը ծրագրեց որ արևդուրի կետրոն պիտի ունենա եւ հայը ջարբիկ է այդ բոլորի մեջը
Բայց հիմա հետաքրքիր է, երբ որ հայը անում է, թեկուզ մտածել է, որ ինքը իր համար է անում, սակայն հայ մարդատեսակի այդ իրականությունը երբ որ վերցնենք ընդհանուր նայելով, թե այդ իր արածը ինչին է ծառայելու, ինչ հետո ընթացք է տալու, որ թեկուզ գիտության մեջ մեր գիտնականները, որ հերոստատեսությունը ստեղծեցին այդ մեր գիտնականը, ազգանու մոռաց այս պահին, Երեք ինքը անում էր հենց ինքը որպես հայլենով, քանի որ նա ծնված էր դրա համար եւ նա աշխատեց աշխարհին տվեց հերոսատեսություն։ Ինքը իր մասին իր գաղափարով մտածել է, որտեղ նա դրան ձգտում էր դրան։ Ուրիշ բան, բայց համաշխարհային գործ կատարեց։ Հիմա հայ դերակատարությունը եւ երբ որ ինքը իր համար է անում, սակայն նա չի գիտակցում, որ նաեւ ուրիշների համար է անում։ Մի կողմ դրելով էգոիստական փողային պահը այլ ընդհանուր հայ մարդատեսակի գործունեությունը որ վերցնենք դերասաններ Ամերիկայում, գյուտերն Ամերիկայում, Եվրոպայում ամենուրեք, նույնիսկ պատերազմը ուրիշ ժողովրդի մեջ պատերազմելով, այս ժողովրդի պետության պաշտպանության համար պայքարելով, որտեղ հայը ինքը այդ տեսակն է, որ նա այլ կերպ վարվել չի կարող, նա արդարամիտ է, ազնվամիտ է ճիշտ հայը, եւ նա միայն սիրում է ստեղծագործել, կառուցել եւ բարիք անել, բարիք, որտեղ դա նրա գենետիկայի մեջ է դրված։ Պարզապես մենք դա մոռացանք, մեր մեջ դա չնջեցին կամ հանգցրեցին նորություն ու օտարամոլության երգերով եւ սերիալներով, այս է որ հիմա այդ ծրագիրն է կատարվում, որ հային դավադրաբար, աստիճանաբար հեռացնում են իր այն ինքնությունից եւ որ մարդը իր ինքնությունից հեռանում է, ինչ ասի ամենքի ստրուկներ կդառնա։ Այդ վտանգի առաջ ենք մենք հիմա կանգնած։ Լավ գլա Դիկրան։ Դու այդ գործը դու այդ վտանգը զգացել ես։ Հնարդաբար եւ հիմա դու անում ես քո պարտականությունը, որ ինչ որ բան արթնացնես ազգի մեջ։ Այսա է իմաստը։ Եվ ամենքս մեր տեղում անում ենք։ Դու քո ձևով, ես իմ ձևով։ Շնորհակալություն։ Կարևորը անելն է։ Այնց անելն է կարևորը։ Քանի որ շատ մարդիկ կան, որ գարձում են, որ անում են, բայց նույն ցույցն է, նույն տասախոսությունն է, նույն մի օրինակ շաբլոն խոսելակերպը։ Այո, այսինքն ես անցյալ շաբաթները նույնիսկ հարց մտերի, այս վերջին 40 տարվա հայկական ցեղասպանության ոգեգոճման ծերնակները ինչ ծևով փոխվեցան եւ ինչ արդյունք տվին մեզի։ Եթե մարդիկ կենան վարյամը արժեքավորեն, մաքուր հայերենով իվալուացիա անեն, կտեսնեն, որ արդյունքը 0 է։ Իհարկե, փոխարենը պիտի մտածեին իրենց գործունեության մասին, որ իրենք հայ են ստեղծագործեն ու կառուցեն առանց լացելու եւ շատ ավելի մեծ արդյունքների կհասնեին, ինչպես քիչ առաջ Մանուկի հաղորդմանը որ զանգեցին, ինչպես ճապոնացի կարեցին, որտեղ արդեն նրանք դաստիարակված էին այդ դաստիարակությամբ Կարմայ օրենքի համաձայն չլացել ոչ մի դեպքում, քանի որ ինչ որ մեղք ունեցել են, պատճառ եղել է։ Երբեք հերու մի էր այդ բացմությունը, որ այս վերջին ցունամիի երկրաշարժից հետո Այդ ցունամին իր օրինակը մի տարվա մեջ քաղաք ամիջապես Բայց այդ նույն վարյանին եւ որ մարդուն դալիս էին երկու գդոր հաց, ինքը ասում է ես մեկը բավարարում է ինձ, երկրորդին գարիք չունեմ։ Այսինքն գրթությունը մարդկային գենցաղային գրթությունը մարդուն ես չեմ գազե որ հայը նույնը կգադարի։ Ժողով շատ շնորհակալություն Դիկրան։ Բարի լույս, լավ եղեք։ Բարի լույս։ Սիրելիներ, ահավասիկ այսօր արդեն ծրագիրը հասավ իր ավարտին եւ նայեցեք շատ չի մնաց։ Աստեղը մինչեւ այսինքն այս հաջորդ մի քանի օրեր արդեն Բոստոն եմ, ատկե դու կամ մեկ շաբաթ եմ եւ հետո կմեկնիմ եւ պիտի գարոտնակ ինձի։ Գիտեք ինչու։ Քանի որ ոչ ոք ցեզի ճշմարտությունը բիչես է, ինչպես որ ես եմ ասում, քանի որ անուշադիր եք, մաքուր հայերենով աբուշեք։ Հայերը պետք է որ լինեք։ Եթե չլինեիք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, արդեն կգնայիք կսեք, որ էլ գփավե այս ցույցերը, քանի որ ցույցով ոչ մի դեր չի ասանք, ուրիշ բանը պետք է անենք։ Նայեցեք, եթե նպատակը միլիոնավոր մարդկանց հայության մասին դարաձելն է, զվարճության միջոցով, entertainment հասկացողության միջով շատ բաներ կկատարենք։ Քաղաքականության մեջը երդասարտություն չունենք այսօր, թիգունք չգտնեցանք։ Եթե հաշիվ ունենք այդ բոլոր տասախոսությունները, ցեղասպանության ցույցերը եւ համերգները, որ պիտի դրվին, հոգեհանգստյան արարողությունները պիտի դրվին, այդ ծախսերը եթե կոկովի տնեիք եւ 50 հատ երդասարտ պատրաստեիք քաղաքական ասպարեզի մեջ, կամ պատրաստեիք զվարճության միջավայրի մեջ տերասանուհիներ, շատ ավելի օգուտ կուտայիք։ Նվազագույնը Դիկրանին չսիրած հрьяաներեն սորվեցեք։ Նայեցեք նրանք բարձրապես զվարճության միջոցով
entertain մարդու զվարճացնելու միջոցով իրենց պատկամը փոխանցեցին։ Ինձ մենք հայերս օրհնեցի եւ փագյալ բայեցի հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքնիկները, քանի որ օրին մեկը եւ որ Հիսուսը կա եւ իր նոր ընկերուներուն հետ ժամանակ ուզե անցկացնի, հայեր կացեք հորսկով։ Հասկացողին միլիոնավոր բարելույսեր չհասկացողին ըստ իմ ընկերոջս Մոնտեբելոյին Ջեյկոբին ոչ մի բարի լույս։ Եթե հոս հասած եք, արդեն ուշացած եք, մի սպասեք ձեր գդակը քրելու։ Call Der Parsegian Law Group 323-937-2727. Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, բարի լույս։